Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ, ինչպես այսօր խոստացել էի, ուզում եմ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե իբր Հայաստանը ծաղկում է։ Բոլորս լավ գիտենք, ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը, եւ բացի մեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ ընկալումներից Հայաստանի իրավիճակի մասին մանրամասն պատմում են նաեւ տարաբնույթ միջազգային զեկույցները, ըստ որոնց Հայաստանում չկա գրեթե ոլորտ, որը ծաղկում է։ Հայաստանում ծաղկում է կոռուպցիան, Հայաստանում ծաղկում է հովանավորչությունը, Հայաստանում ծաղկում է անբարոյականությունը, Հայաստանում ծաղկում է Նիկոլ Փաշինյանը եւ իրեն հարազատ հավատարիմ մնացած խմբակը։ Ծաղկում են մեր բոլորի հաշվին, պետության, հասարակության, մեր պատմության եւ մեր ապագայի հաշվին։ Բայց այսօրվա զրույցը այդ մասին չէ, այսօրվա զրույցը հետեւյալի մասին է, ես արդեն հիշատակեցի, որ բազմաթիվ միջազգային զեկույցներ ճիշտ հակառակ պատկերն են նկարագրում Հայաստանի հետ կապված։ Եվ այսպես Հայաստանը ծաղկում է նիկոլական հերթական հիմարությանը հակադրենք համաշխարհային բանկի կողմից մշակված համաշխարհային կառավարման ցուցանիշների համակարգը, որ անգլերեն կոչվում է Worldwide Governance Indicators եւ հասանելի են համապատասխան համացանցային գործիքներով։ Այսպես համաշխարհային բանկը ամեն անգամ, ամեն տարի տարբեր երկրներում չափում է 6 ցուցանիշներով, թե ինչպես է այդ երկիրը ընթանում։ Այդ 6 ցուցանիշներն են քաղաքացիների ձայն եւ հաշվետվողականություն, voice and accountability, քաղաքական կայունություն եւ բռնության բացակայություն, political stability and absence of violence, երրորդ ցուցանիշը կառավարության արդյունավետությունն է, government effectiveness, չորրորդը կարգավորման որակը, regulatory quality, 5-րդը օրենքի գերակայությունը, rule of law, եւ 6-րդը կոռուպցիայի վերահսկողություն, control of corruption։ Եվ այսպես բացում ենք այդ կայքը, այդ գործիքներով փորձում ենք հասկանալ վերջին 15-20 տարիների ընթացքում ինչպիսի ցուցանիշներ է ունեցել մեր երկիրը եւ ինչպիսին են այդ ցուցանիշները հիմա։ Առաջ անցնելով ասեմ, որ 18-19 թվականներին այսպես կոչված հեղափոխական էյֆորիայի ալիքի վրա Հայաստանի բոլոր ցուցանիշները գրեթե բոլոր նմանատիպ զեկույցներում բարձրացվել էին ակնհայտորեն ավանսով, որպես ավանս Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Սակայն հետագա տարիներին սկզբունքային կարևորագույն ցուցանիշների մասով մենք ունենք ճգնաժամ եւ անկում։ Օրինակ, հետընթաց է գրանցվել քաղաքական կայունության եւ բռնության բացակայության ցուցանիշով, կառավարության արդյունավետության ցուցանիշով, կարգավորման որակի ինդիկատորներով եւ այլն։ Ամենամտահոգիչ ցուցանիշներից մեկը, որով Հայաստանի վիճակը ավելի վատ է ոչ միայն Սերժի ժամանակներից, այլ անգամ 2000 թվականից, մոտավորապես նույն վիճակն է, դա քաղաքական կայունության պատկերն է։ Քաղաքական կայունության ցուցանիշով Հայաստանը կտրուկ անկում է գրանցել եւ այսօրվա վերջի թիվը 24 թվականն է այդ զեկույցում, այդ տվյալներով ավելի ցածր ցուցանիշ եղել է մեկ էլ 2000 թվականին։ Սերժի ժամանակ բոլոր այդ ցուցանիշները բոլոր այդ տարիներին եղել են շատ ավելի բարձր։ Հիմա գանք կառավարության էֆեկտիվության, արդյունավետության ցուցանիշին, որը բնութագրում է հենց կառավարության, վարչապետի, նախարարների, առընթեր մարմինների գործունեությունը։ Այստեղ պատկերը ել ավելի խոսուն է։ Գործող իշխանության իշխանավարման տարիներին գրանցված ամենաբարձր ցուցանիշը եղել է 2018 թվականին, բայց այն եղել է անգամ այդ ժամանակ, երբ որ ավանսով տվել են այդ ցուցանիշը, ավելի փոքր, քան Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիներից 9-ում։ Իսկ 24 թվականին 2024 թվականի, այսինքն ընթացիկ մեր ցուցանիշը այնպիսի ցածր մակարդակի վրա է, ինչպիսին չի եղել նախորդ իշխանության եւ ոչ մի տարում։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ամենավոչ էֆեկտիվ կառավարությունն է Հայաստանի ողջ պատմության մեջ եւ դա ապացուցում է համաշխարհային բանկի տվյալներով։ Հաջորդ ցուցանիշը, որը էլի շատ մտահոգիչ է, կարգավորման որակ ցուցանիշն է, որը 2024-ի, այսինքն այսօրվա տվյալը բարձր է Սերժ Սարգսյանի 10 տարիներից միայն 1 տարվա համեմատ։ Մնացած բոլոր 9 տարիներին մեր իշխանության օրոք
այդ ցուցանիշը եւս եղել է ավելի բարձր, քան այսօր է Նիկոլ Փաշինյանի ժամանակ։ Եվ այսպես, Համաշխարհային բանկի փորձագետները, վերլուծաբանները մոտ 30-ից ավել աղբյուր օգտագործելով տարբեր ցուցանիշներով չափել են Հայաստանի այսօրվա վիճակը, այս կառավարման որակը եւ գտել են, որ Հայաստանում իրավիճակը շատ ավելի վատ է, քան նախորդ 10 տարիների միջև 18 թվական եղած ժամանակահատվածում։ Հատկապես նորից ուզում եմ կրկնել, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի պատմության մեջ ամենավոչ էֆեկտիվ կառավարությունն է, եւ դա ապացուցում են միջազգային զեկույցները։ Ոստի երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է ծաղկող Հայաստանի մասին, ապա հերթական անգամ կարող եք այս բոլոր տվյալները օգտագործելով, իհարկե դրան գումարելով նաև ձեր Հայաստանում ապրելու ընթացքում տեղեկատվությունը, ընկալումները, վերլուծությունները, բայց միջազգային աղբյուրները որպես կանոն ոչ միայն ավելի հավաստի են, որքան ավելի հեղինակավոր են դիտվում նման խոսակցությունների մեջ։ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը փտում է իր եւ իր ռեժիմի, իր խամաչիկների կառավարման պատճառով։ Հնարավորինս լավ կիրակի ձեզ։